Համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն ձեռքբերումներից մեկը գրի ստեղծումն էր։ Գրի ստեղծմամբ էր պայմանավորված գիտելիքների կուտակումը եւ ապագա սերունդներին փոխանցումը։ Գիրը մարդկանց մոտ հանդես է գալիս հասարակական զարգացման որոշակի մի մակարդակի վրա, այնուհետև ինքն է դառնում այդ զարգացման քաղաքակրթական որոշակի արժեքների կրողը եւ փոխանցողը հետագա դարերին։ Հնագետ ժայռապատկերաբան Հարություն Մարտիրոսյանը քննելով նախնադարյան, ուրարտահայկական եւ միջնադարյան նշանագրերը եզրակացնում է, որ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում Հայաստանում արդեն ձևավորված էին պատկերագրության վաղագույն տեսակները՝ պատկերագիրը, գաղափարագիրը եւ նշանագիրը։ Հայկական լեռնաշխարհում գիրն ունի հազարամյակների պատմություն։ Գրի ծագման վաղնջագույն փուլերը մեզ տանում են դեռևս քարեդարյան ժամանակաշրջանը, երբ որ հայտնի էին ժայռապատկերները եւ ժայռապատկերների խորքում արդեն առաջ են գալիս առաջին գաղափարանշանները, որոնք պետք է վերածվեին գրանշանների։ Հայ դարի 60-ական թվականներին Հայաստանում հայտնաբերվեցին հազարավոր ժայռապատկերներ։ Հետաքրքիր է, որ ժայռապատկերների մեջ, այդ քանակության մեջ մեծ մաս էին կազմում գաղափարանշանները, այսինքն նշաններ, որոնք առաջին հայացքից այնքան էլ նման չեն բնության մեջ եղած կոնկրետ պատկերների կամ գործողությունների։ Գաղափարագրեր են, արտահայտել են ինչ-որ մի գաղափար, գործողություն, բառ։ Այս գաղափարագրերի մեջ մի մասը շատ նմանվում էին հայտնի հնագույն լեզուների տառերին՝ հայերենին, լատիներեն, հունարեն, փյունիկյան եւ այլ լեզուների։ Ժայռապատկերներում եղած տառանման նշաններն այնքան նման էին նշածս այբուբենների տառերի մի մեծ մասին, որ բնականաբար մի շարք ուսումնասիրողներ, հատկապես ժայռապատկերների հայտնաբերող 60-ական թվականների հայտնաբերող Սուրեն Պետրոսյանը անմիջապես ենթադրեց, որ Մաշտոցյան տառերը, տառաձևերը բխել են ժայռապատկերներից։ Այսինքն, կարճ ասած, Մաշտոցը տեսել է ժայռապատկերների վրայի նշանները եւ անմիջապես ստեղծել մեր այբուբենը։ Իհարկե տարիներ անց նա փոքր-ինչ մեղմացրեց իր դիրքորոշումը, նշելով, որ այդ նշանները, ինչպես Ֆաուլմանն էր ասում, հանդիսացել են հնդեվրոպական ժողովուրդների գաղափարանշանները։ Ժայռապատկերները իրենք դեռևս գիր չեն, դրանք նախագրային սաղմնային փուլի վկայագրեր են եւ դրանց մեջ կարելի է որոշակիորեն զանազանալ զարգացման 3 փուլ։ Առաջին փուլում առկա են միայն պարզ նշաններ։ Դրանք առարկաների պարզ գծապատկերներ են։ Երկրորդ փուլում պարզ գծանշանների կողքին ի հայտ են գալիս գաղափարանշաններ, սիմվոլիկ նշաններ, իսկ երրորդ փուլում դրանք դառնում են գերակշռող։ Հենց այս գաղափարագրերի, գաղափարանշանների հիման վրա է, որ հետագայում պետք է առաջ գան արդեն իսկական իմաստով գրանշանները։ Հայկական տառերի եւ ժայռապատկերների ընդհանրությունների այս աղերսների առեղծվածը ինձ շատ հետաքրքրեց եւ արդեն 15 տարի է զբաղվելով ժայռապատկերներում, Գեղամա-Լեռների ժայռապատկերներով, բնականաբար շատ եմ հանդիպել այդ տառանման նշաններին։ Ինչ են իրենից ներկայացնում այդ տառանման նշանները։ Դրանք ինքնուրույն նշաններ են։ Ոչ մի հայտնի առարկայի նման չեն։ Որևէ կենդանու մաս չեն կազմում։ Հիմնականում հանդիպում են կենդանիների շուրջը, գլխավերևում, կողքը։ Հաճախ տառանման այս նշանները շատ ինքնուրույն են։ Մեկ կարամակերեսի վրա կարող է լինել մեկ կենտրոնական նշան։ Այսինքն սրանով փորագրողը ուզում է շեշտել տվյալ նշանի կարևորությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Քրիստոսից առաջ 5-ից 3-րդ հազարամյակներում հայկական լեռնաշխարհում արդեն ձևավորվում է գաղափարագրային մի համակարգ, պարզ պատկերանշաններին փոխարինելու են գալիս գաղափարանշանները, եւ այդ ժամանակվանից սկսած արդեն կարելի է խոսել հայկական լեռնաշխարհի որպես գիր ունեցող տարածքի մասին։ Ժայռապատկերների տարածման համաշխարհային քարտեզից, որ ես ուրվագծել եմ, երևում է, որ հայոց դեպքում գրի ծագման օջախը համընկնում է ժայռապատկերման օջախին։ Ինչ է սա նշանակում։ Մարդկության հիմնական այբուբենները ստեղծվել են Չինաստանում, Եգիպտոսում, Փյունիկիայում եւ այլ տեղերում։ Հետաքրքիր է, նկատվում է այս հանգամանքը, ուրվագծվում է այս հանգամանքը, որ այդ վայրերում ժայռապատկերներ չկան։ Հայոց դեպքում, Հայաստանի տարածքում բազմաթիվ են ժայռապատկերները, ժայռարվեստի օջախ է Հայաստանը եւ այստեղ է ծնվել գաղափարագրություն, հետագայում էլ հնչյունային տառային այբուբեն։ Արդի գիտության տվյալներով ընդունված կարելի է համարել, որ հնդեվրոպացիների, այսինքն Հնդկաստանից մինչև Եվրոպա ապրած ժողովուրդների, որոնք այսօր էլ այդ տարածքներում ապրում են, նրանց ծագման հնագույն օջախը հայկական լեռնաշխարհն է։ Ապրելով հայկական լեռնաշխարհում, հնագույն հնդեվրոպացիները մշակել էին նշանագրային, պատկերագրական, գաղափարաբանական, գաղափարագրային իրենց ուրույն համակարգը։ Հետագայում, ասենք երկրորդ հազարամյակում, սկսվեցին ժողովուրդների մեծ արտագաղթերը հայկական լեռնաշխարհից, դեպի հյուսիս սլավոնական սեռերը, դեպի արևելք հնդկական, հարավ-արևելք պարսկական, դեպի արևմուտք եվրոպացիների, եվրոպական տարբեր ազգերի հիմք դրած ժողովուրդները, հույներ, լատիններ, գերմաններ, սաքսեր եւ այլն։ Այս ժողովուրդները միանգամայն հնարավոր է, որ իրենց հետ տանեին նաեւ այս պատկերագրական գաղափարագրային ժառանգությունը։ Առաջին հազարամյակում այդ ժողովուրդները, երբ սկսեցին զգալ սեպագիր համակարգի թերությունները, անցան հնչյունագիր, այսինքն այբուբենական համակարգի տեղեկությունների պահպանման, գրանցման, արտահայտման հնչյունական տառային համակարգի։ Եվ հնարավոր է, որ օգտագործվեցին այդ նշանները իրենց այբուբենները կերտելիս։ Հայկական լեռնաշխարհի գրավոր մշակույթը ավանդաբար ընդունված տարբերակով կարելի է բաժանել երկու մեծ մասի՝ նախամաշտության եւ մաշտության ժամանակաշրջանի։ Նախամաշտության Հայաստանից հայտնաբերվել են հազարավոր գրավոր արձանագրություններ։ Այդ բազմահազար արձանագրությունները ըստ ծագման եւ պատկանելության կարելի է բաժանել 4 մեծ հիմնական խմբերի։ Առաջին խումբը այն գրային համակարգերն են, որոնք ստեղծվել են մեր նախնիների կողմից եւ որոնք կիրառվել են հենց հայկական լեռնաշխարհում։ Սրա հեղինակը մեր նախնիներն են եւ մեր լեռնաշխարհից դուրս սրանք հայտնի չեն։ Երկրորդ խումբը դրանք հայկական լեռնաշխարհից դուրս ստեղծված գրային համակարգերն են, որոնք մեր նախնիները ներմուծել են եւ կիրառել են իրենց մոտ։ Երրորդ խմբի հուշարձանները առաջին հայացքից կարելի է չհամարել նախամաշտության Հայաստանի գրային մշակույթի մասը, որովհետև դրանց հեղինակները մեր նախնիները չեն։ Դրանք այն հուշարձաններն են, որոնք կանգնեցվել են օտարների կողմից ռազմական արշավանքների, տնտեսական փոխհարաբերությունների եւ այլ առնչությունների կապակցությամբ։ Չորրորդ խումբը մինչև այսօր իր ծագումով անհայտ եւ նշանակությամբ առեղծվածային գրային հուշարձաններն են։ Ընդ որում այս չորրորդ խմբի մեջ որոշակիորեն կարելի է ցույց տալ երկու լրիվ նոր գրային համակարգեր, որոնք հիմա նոր մեր օրերում մտնում են գիտական շրջանառության մեջ եւ դառնում են ուսումնասիրության առարկա։